Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության падգամավորության թեկնածու Արմինե Սախոյանին։ Բարև ձեզ Տիկին Սախոյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ողջույն սիրելի Արփի, ես եմ շնորհակալ հրավերի Սիրով։ համար։ Տիկին Սախոյան, նախ սկզբում անդրադառնանք ազգային ժողովի ընտրություններին, ԱԺԲ-ն մասնակցելու է դրանց եւ դուք ցուցակի առաջին կին թեկնածուն եք։ Անձամբ ինչու որոշեցիք մասնակցել այս ընտրություններին եւ ինչ ակնկալիքներ ունեք դրանից։ Ես որոշել եմ մասնակցել ընտրություններին, որովհետև դա իմ քաղաքական կուսակցության մինչ այդ քաղաքական շարժման ցանկությունն էր նաև, իսկ ես որպես պայքարող մարդ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ իմ ընկերների, իմ պայքարակից ընկերների խոսքը կարևոր է եւ եթե կա վստահություն իմ նկատմամբ, ես ինձ դիտարկում եմ որպես պայքարող մարդ եւ հետեւաբար ես այնտեղ եմ, որտեղ իմ քաղաքական կուսակցության եւ քաղաքական պայքարի ընկերները որոշում են։ Թեպետ շատերն ակնկալում էին ԱԺԲ-ի առաջին համարների շարքում տեսնել կուսակցության այսպես ասած կարկառուն դեմքերին, բայց այդպես չեղավ։ Ինչպես է քննրել առաջին համարները, արդյոք ներքին այսպես ընտրություն է տեղի ունեցել, մինչև առաջադրվել է։ Մինչ առաջադրվելը, մինչ ցուցակի կազմելը, մենք շատ բուռն քննարկումներ ենք ունեցել։ Հենց այնպես չի, որ մեր շարժման այս դեպքում արդեն կուսակցության անվանումը ազգային ժողովրդավարական եւ համահայկական կուսակցություն է, որովհետեւ մենք քննարկում ենք ունեցել եւ շարժման ներսում ընդ որում մի քանի անգամ եւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ եւ իրոք մեր շարժումը համահայկական է, որովհետեւ մենք կարեւորում ենք Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքն էլ եւ որոշման ենք եկել, որ պետք է այս անգամ թարմացում լինի մեր ընտրացուցակում, երիտասարդները պետք է լինեն ընտրացուցակում, իսկ եթե ազգային ժողովրդավարական բևեռի պայքարի այս երկար տարիների փորձով անցած արդեն թրծված մարդիկ Շիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, պարոն Չուքազյանը, եթե համաձայնել են, դուք պատկերացնում եք, դա ինչ պատիվ է այդ մարդկանց հետ միասին անցնել այս ճանապարհը եւ իհարկե իրենց օգնությամբ նաեւ շատ բաներ սովորելով եւ հաղթահարելով։ Ընտրություններին բավականին մեծ թվով քաղաքական ուժեր են մասնակցում, 17 կուսակցություն, 2 դաշինք, ինչու պետք է այս բազմազան ընտրության մեջ քաղաքացին գնա ընտրատեղամաս եւ իր քվեն տա ԱԺԲ-ին, որովհետեւ բոլոր մյուս ընդդիմադիր ուժերն էլ խոսում են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու առաջնահերթության մասին, խոսում են այն խնդիրների, մարտահրավերների մասին, որոնց դեռ Հայաստանը կբախվի, եթե Նիկոլ Փաշինյանը եւս 5 տարի ղեկավարի։ Ինչով է տարբերվում ԱԺԲ-ն մյուս ուժերից։ Նախ օգտվելով առիթից ես ներկայացնեմ, որ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդանշական վարչապետը Վարուժան Ավետիսյանն է, ով այս պահին ուղղակի կալանքի տակ է, անազատության մեջ է, Սասնածռերի ապստամբն է, եւ Վարուժան Ավետիսյանի թեկնածությունը կարծում եմ որևէ ինչ որ կասկածանք, ինչ որ որևէ մեկի կողմից կասկածի տեղիք չի տալիս, որովհետև Վարուժան Ավետիսյանը գաղափարի մարդ է եւ այս պահին էլ Վարուժան Ավետիսյանը լինելով անազատության մեջ անգամ հայրենիքի մասին մտածում է եւ հայք նախագիծը վերջերս մենք այդ նախագծի շնորհանդեսը ուրեմն ունեցանք իսկ ինչու պետք է ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցի ընտրություններին Ազգային ժողովրդավարական բևեռը այս ընտրություններին հանդես է գալիս կարգախոսով հավատ, հայրենիք եւ ինքնիշխանություն։ Եվ մենք այս կարգախոսին հետևողական տարիների ընթացքում մենք սա կերտել ենք։ Ինչու պետք է
Հայաստանի քաղաքացին տա ազգային ժողովրդավարական բևեռին վստահության ձայն։ Ես ասում եմ վստահության ձայն, որովհետև մենք այլընտրանք ենք, մենք ազգային այլընտրանք ենք։ Տեսեք, եթե մենք ռեալ վերցնենք այն, ինչը այսօր կատարվում է քաղաքական դաշտում, եւ ֆավորիտները տեսնենք այն ուժերը, ինչը որ կա, իրատես լինենք։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այսպես կոչված խաղաղություն, դա այսպես կոչված խաղաղություն է, իրականում չկա խաղաղություն, սա ժամանակավոր զինադադար է։ Մյուս ուժերը ներկայացնում են սոցիալական հիմնականում ծրագրեր։ Ազգային ժողովրդավարական բևեռը ներկայացնում է ազգային գաղափարներ եւ ոչ միայն ներկայացնում է այդ գաղափարները, այլ նաեւ տալիս է գաղափարների լուծումը։ Պետությունը կառուցվում է գաղափարների վրա։ Եթե կա գաղափար, կա պետության կառուցում, իսկ մնացած հարցերը, թե քաղաքական, թե արտաքին քաղաքական, թե սոցիալական, լուծվում են գաղափարների վրա։ Մեր գաղափարները ազգային են։ Մենք ազգային շահ հետապնդող ուժ ենք եւ այլընտրանք ենք։ Եվ մեր ներկայությունը պարտադիր անհրաժեշտություն է ազգային ժողովում, որովհետև մենք նոր որակ ենք, իրոք նոր որակ ենք բերելու, անգամ ավելին ասեմ, մի փոքր գովեմ մեզ, երբ մենք մեզ մոտ քննարկումներ ենք անում, դա այնքան ուղղակի բաց է, այնքան սրտից բխող է, այնքան ազգային է, եւ մենք պատրաստվում ենք այդ մշակույթը տանել ազգային ժողով եւ ցույց տալ, թե ինչպես պետք է ազգային մարդիկ ոչ թե առաջնորդվեն անձնական կամ նեղ կուսակցական շահերից, այլ առաջնահերթություն համարեն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահը եւ քննարկումները դրանից ելնելով կազմակերպեն։ Եվ դրա համար ազգային ժողովրդավարական բևեռ շարժման կուսակցության ներկայությունը պարտադիր է եւ բացի դրանից մենք հետագիծ ունենք։ Մենք պարզապես չենք եկել, որ այս մասնակցենք այս ընտրություններին, հասկանում եք, մենք ճանապարհ ենք անցել, մենք աշխատանքներ ենք անում, ես հիմա օգտվելով առիթից պետք է մեր հայրենակիցներին ներկայացնեմ մեծածավալ լոբիստական աշխատանքը, որ ազգային ժողովրդավարական բևեռը իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, չլինելով իշխանության մաս, մենք այդ գործունեությունը ծավալում ենք։ Դուք պատկերացնում եք, եթե մենք իշխանության մաս կազմենք։ Եվ ի վերջո ազգային ժողովրդավարական բևեռը համարձակ ճշմարտությունը խոսող, ճշմարտության իրականացմանը հետամուտ լինող ուժ է, եւ ոնց կարող է այս ազգային կուսակցությունը չլինի ազգային ժողովում։ Այսինքն ԱԺԲ-ի առաջ խնդիր է դրված ուղղակի ազգային ժողովում հայտնվել, ոչ թե իշխանության գալ։ Մենք ազգային ժողովում հայտնվելով իրատեսական ենք մտածում, վերլուծում։ Պարզ է, որ մենք չենք կարող 50 եւ ավել տոկոս հավաքել, բայց սա առաջին քայլն է լինելու, որ մենք մեր պայքարը հրապարակներից, այսպես ասեմ, տեղափոխելու ենք ազգային ժողով եւ մենք, երբ որ իշխանության մաս կլինենք արդեն, ազգային ժողովում լինելով, մենք արդեն իշխանության մաս ենք լինելու, այդ ժամանակ մեր ժողովրդի որակը փոխվելու է գաղափարական եւ քաղաքական որակն է լինելու եւ մենք փուլ առ փուլ, քայլ առ քայլ հասնելու ենք նրան, որ լինելու ենք ամբողջական իշխանություն։ Ձեր ուժը շարունակ, այսպես ասում էր, որ ոչ ներկա, ոչ նախկին, բայց եթե ընտրություններից հետո առանց կոալիցիա կազմելու հնարավոր չլինի ձևավորել իշխանություն եւ այնպիսի մի իրավիճակ լինի, որ իշխանափոխությունը ձեզնից, ձեր ուժից կախված լինի, կհամագործակցեք պայմանական ասած նախկինների հետ, կոալիցիա կկազմեք, կմիանաք մի այնպիսի կոալիցիայի, որի մեջ լինի օրինակ Հայաստան դաշինքը։ Մենք այժմ էլ ասում ենք ոչ նախկին եւ ոչ ներկա։ Ազգային ժողովրդավարական բևեռի համար ինքնիշխանությունը
ամենակարևորն է եւ դա առանցքային կետն է, որի վրա մենք խարսխում եւ կառուցում ենք մեր քաղաքականությունը։ Ազգային ժողովրդավարական բևեռի համար, քանի որ ինքնիշխանությունը եւ Հայաստանի թուրքացման կասեցումը կարևոր է, որպեսզի կարողանանք փրկել մեր պետությունը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրակարգում է։ Եթե դուք կհիշեք, մենք արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը մեր քաղաքական process-ների հիմքում է, եւ եթե ինքնիշխանության որպես առանցքային գիծ այդ դրանից ելնելով մյուս քաղաքական ուժերը, երբ որ մենք կլինենք ազգային ժողովում, իրենց համար դա կարևոր կլինի, հաշվի առնելով, դուք նշեցիք քաղաքական դաշինքի անուն, մենք պարզ է գիտենք, որ այդ քաղաքական դաշինքը եւ այլ ուրիշ քաղաքական կուսակցություններ էլ կան, որ ինչ որ կենտրոններից են կառավարվում, մենք պետք է իրենց արչև դնենք մեր պայմանը։ Մենք չենք կառավարվում որևէ կենտրոնից, ոչ արևմուտքից, ոչ արևելքից, ոչ հյուսիսից, ոչ հարավից։ Եթե իրենք պատրաստ են հրաժարվել այդ ամենից, այն ժամանակ մենք քննարկման կդնենք եւ կգանք որոշման։ Այս պահին վաղ է դրա մասին խոսել, որովհետեւ մինչ հունիսի 7-ը շատ բաներ կարող են փոխվել, այն որ ազգային ժողովրդավարական բևեռի համար ազգային գաղափարախոսությունն է կարևոր եւ առանցքային է ինքնիշխանությունը եւ ոչ թրքացումը, մենք կանգնեցնելու ենք ոչ թրքացումը եւ դա է նաեւ մեզ դրթել, որ մենք մասնակցենք այս ընտրություններին, մնացածը արդեն ըստ իրավիճակի։ Այսօր արդեն պաշտոնական քարոզարշավի 8-րդ օրն է։ Եթե ամփոփենք այդ 8 օրը, ինչպես կգնահատեք քարոզարշավը մինչ այս պահը եւ ձեր ուժի եւ մնացած ուժերի մասով։ Քարոզարշավը գնահատում եմ որպես անհավասար պայմանների քարոզարշավ առաջին հերթին։ Քաղաքացիական պայմանագիրը իր քարոզարշավը փետրվարից սկսել է։ Մյուս ուժերն էլ ունենալով ֆինանսական ռեսուրսներ, իրենց գործունեությունը ինչ որտեղ ավելի շուտ են սկսել։ Ազգային ժողովրդավարական բևեռը, քանի որ իր ֆինանսական ռեսուրսները ժողովրդի աջակցությամբ եւ ժողովրդի փոխանցումներով, նվիրատվություններով են, սկսել է հենց մայիսի 8-ին։ Եվ քանի որ արդեն անհավասար պայմաններ են, դրված խտրականություն, խոսել նրա մասին, որ կարող է արդար ընտրություններ լինի, նույնիսկ զավեշտալի է։ Անկամ եթե մենք Երևանի փողոցներում քայլում ենք, մի հատ տեսեք Նիկոլ Փաշինյանի գովազդային այդ բաները, պաստառները, գովազդային այդ հոլովակները, դա ինչ է, քաղաքացիական պայմանագիրը այդքան գումար ունի, իրենք կարող են ասել, մենք, իրենք էլ էին իմիջիայլոց դրամահավաք կազմակերպել, խեղճ լինեն իրենք։ Ծիծաղելի է, պարզապես դա ծիծաղելի է, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե իրենք ինչպես իրենց ներսում հենց կան օլիգարխներ, որոնք պետք է, այսպես ասած, վճարեն, որպեսզի այդ կուսակցության մեջ լինեն, օգտվեն բոլոր այն ուրեմն արտոնություններից, որ տրված է իրենց։ Սա ծիծաղելի է, բայց համենայն դեպս մենք մեր հույսը, մեր ժողովրդի ձայնն է եւ հիմա մենք աշխատում ենք ամեն կերպ լինել Երևանի տարբեր վարչական շրջաններում, Հայաստանի տարբեր շրջաններում եւ զուտ տեղեկացնել, որ ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ընտրություններին եւ սրան պետք է գումարել մի բան, ամենակարևորը 2021 թվականից մինչեւ այսօր ազգային ժողովրդավարական բևեռը ինֆորմացիոն բլոկադայի մեջ է։ Անգամ գիտեք զավեշտալին որն է։ Երբ որ արդեն ցուցակները, այսինքն անունները հայտնվեցին կուսակցության, Ազատություն ռադիոկայանը, որը պետք է ներկայացներ բոլոր կուսակցություններին,
ազգային ժողովրդավարական բևեռի անունը չկար։ Սա ինչ գործելավոճ է։ Սա տոտալ շրջափակում է, ինֆորմացիոն շրջափակում։ Հանրային հեռուստաընկերությունը, որը հանրային է, մեր հարկերից է դա իր աշխատանքը ծավալում, դուք չեք տեսնի, որ ազգային ժողովրդավարական բևեռին կանչի, խորհրդի անդամներին հրավիրի, որպիսի այդ մարդիկ մեր գաղափարները ներկայացնեն, որ հիմա մենք ստիպված չլինենք այս մեկ ամսվա ընթացքում հասկանանք ինչը անենք, ինչը թողնենք։ Ինչու պետք է, երբ որ դու ասում ես ազգային ժողովրդավարական բևեռ, շատ դեպքում մարդը ասում է լսել եմ, բայց չգիտեմ որտեղից։ Երբեմն ասում ենք Սասնածռեր, ասում են, հա, հիշեցինք։ Բայց ինչու պետք է անհավասար պայմաններում սա լինի։ Եվ Փաշինյանը ասում է, որ մենք ժողովրդավարական ենք, ասում է, որ ժողովրդավարական բաստիոնում ենք մենք ապրում։ Բացարձակ սուտ է խոսում Փաշինյանը։ Մի հայտարարում է, որ քարոզարշավում ատելության խոսքի աճ չկա։ Կիսում եք այս տեսակետը հաշվի առնելով նաև նախորդային ձեր ուժի հետ տեղի ունեցած այդ միջադեպը եւ Փաշինյանի փողոցային եւ նաև երբեմն վիրավորական այդ բառապաշարը ըստ ձեզ հասարակության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Ինչը որ ասում է Փաշինյանը, ծայրից ծայր սուտ է։ Նախ առաջինը մենք պարզենք, մենք որ Փաշինյանի մասին ենք խոսում։ Խոսում ենք 2018 թվականի Փաշինյանի մասին, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Խոսում ենք այն Փաշինյանի մասին, որ ասում էր մեր ձեռքբերումն է, որ մենք Արցախը ետ ենք բերել։ Խոսում ենք նրա մասին, որ ասում էր, որ միջև վերջ պետք է կռվենք, որ Փաշինյանի մասին։ Մենք նախ առաջինը պետք է պարզենք, որ Փաշինյանի մասին ենք խոսում։ Թե արդեն խոսում ենք այն Փաշինյանի մասին, որ ասում էր պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել։ Հետո ասում է պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, բայց միևնույն է մենք ունենալու ենք այս նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Այսինքն նախ առաջինը հայ ժողովուրդը պետք է մի հատ հասկանա, ինքը որ Փաշինյանին է ընտրում։ Թող հայ ժողովուրդը մի հատ վերլուծի ու հասկանա, ով է Փաշինյանը, ընդհանրապես ինքը սկզբունքայնություն ունի, ինքը ինչ որ կերպար է, ինքը ինչ որ դեմք է, ես չեմ տեսնում, ինչ որ լղոզված, ինչ որ անհասկանալի, պահի տակ, պահի ազդեցությամբ, իր շահից ելնելով, իր կաշին փրկելով, դրանից ինչ որ առաջնորդվող, ինչ որ մեկն է։ Եվ հիմա խոսել նրա մասին ատելության խոսքից, մենք 8 տարի ատելության եւ սևերի սպիտակների բաժանելուց բացի այլ բան չենք լսում։ Երբ որ Փաշինյանը խոսում է հիբրիդային պատերազմի մասին, հենց պատերազմը ինքն է վարում հայ ժողովրդի դեմ, բաժանելով մեզ իրար դեմ, որովհետեւ ինքը լավ գիտի, եթե մեզ իրար դեմ բաժանեց, ինքը կկարողանա իր ստերը ինչ որ մի մասի ուղակի կերակրել եւ դրանով խաբել։ Եվ վստահ կարող եմ ասել, Փաշինյանը վախկոտ է եւ Փաշինյանը փախչում է ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցների հետ դեմ առ դեմ հանդիպելուց։ Ես հիմա օգտվելով այս առիթից հայտարարում եմ, Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան համարձակ ես, եթե դու այդքան ճշմարտախոս ես եւ եթե դու իրոք կարող ես կանգնել հայ ժողովրդի առաջ գոնե գեթ մեկ անգամ ճշմարտություն խոսել, հանդիպիր ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցների հետ եւ դեմ առ դեմ մեր հարցերին պատասխան տուր։ Ես վստահ եմ եւ դեպքը, երբ Աչափնյակում մեր Հերմինե Մկրտչյանի հետ հանդիպեց, փաստ էր, որ փախուստի դիմեց, ինչպես մարտի 21-ին փախուստի դիմեց ինձնից, երբ ես Չարենցհավան քաղաքում հանդիպեցի իրեն։ Սա է Փաշինյանը եւ սրանից ելնելով ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ նաեւ սա է ազգային ժողովրդավարական բևեռ,
կուսակցությունը, որը հետամուտ է հայ ազգի շահին եւ ճշմարտության հաղթանակին։ Տիկին Սախոյան, տեսեք, մենք միևնույն ժամանակ ընդդիմադիր դաշտում տեսնում ենք պառակտվածություն որոշակի եւ ընդդիմադիր դաշտը կարծես թե հաճախ պայքարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, հենց միմյանց դեմ է պայքարում։ Արդյոք այս ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը չի օգնում Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու հարցում եւ ինչպես պետք է փոխենք այս իրավիճակը, հա? Ինչ պիտի անենք։ Կողմ եմ նրան, ինչը որ դուք ասացիք, այնքան է իջեցվել քաղաքական մակարդակը, հասկանում եք, որ մեկը մյուսի վրա պարզապես ցեխ է շպրտում, եւ գիտեք, եւ դա բերում է նրան, որ ժողովուրդը տեսնելով այս ամենը ասում է՝ սա չեք, սա կարծես ես չեմ հասկանում, լավ, Փաշինյանի դեպքում տրամաբանական է, բա մյուսների դեպքում ինչու պետք է մենք այս աստիճան իջնենք եւ մեր ժողովրդին էլ մեզ հետ իջացնենք եւ ես կարող եմ ընդհանրապես լինելով ազգային ժողովրդավարական բևեռի աջակից անդամ ես միայն մեր ուժի կողմից կարող եմ ասել, որ մեր կողմից չկա նման վարմունք եւ երբեք չեն տեսնի ազգային ժողովրդավարական բևեռի անդամների կողմից ազգային ժողովում հայտնվելուց հետո նման վարմունք բացարձակ չի լինելու, ընդհակառակը մենք քաղաքակիրթ մշակույթ ենք բերելու ազգային ժողով եւ ուղղակի ցուցադրելու ենք, թե ինչպես կարելի է քաղաքակիրթ ձևով հարցերը առաջ տանել, չտրվելով Փաշինյանի մանիպուլյացիաներին։ Վերջերս Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, նախ բևեռը որպես առանցքային արևմտամետ ուժ։ Ինչպես է գնահատում դրա անցկացումը Երևանում եւ դրա մեկնարկին ընթരാշ տեսանք, որ մի շարք բողոքի ակցիաներ անցկացվեցին, սակայն եվրոպացի ղեկավարները կարծես թե դրան ականջալուր լինելու փոխարեն այլ գործերով էին զբաղված։ Ինչու՞։ Նախ առաջինը պետք է նշենք, որ եվրոպական քաղաքացիական այդ համայնքի միջոցառումը, որը կատարվեց, իրականացվեց Հայաստանում, դա ընդհանրապես հարթակ է։ Դա որևէ քաղաքական կառույց չէ, եւ հետեւաբար այդ միջոցառումը ընդհանրապես մարդիկ եկել էին շփվելու, որովհետեւ ըստ էության այդ համայնքը, այդ կառույցը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո ի աջակցություն Ուկրաինային, որպեսզի եվրոպական միության երկրները ավելի սերտ շփում ունենան, կարողանան իրենց ուրեմն ավելի սերտ համագործակցություն ունենան միմյանց հետ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իրենք զբաղված էին իրենց գործերով, այսպես ասած, դա այդպես էլ պետք է լինի։ Եթե քո պետությունը Հայաստանը չի ներկայացնում այն, ինչ իրեն պետք է, իհարկե ողջունելի է, առաջին հերթին ազգային ժողովրդավարական բևեռն էլ է մասնակցել այդ ակցիաներին, բողոքի ակցիաներին, բայց մենք առաջին հերթին ողջունել ենք։ Ինչու՞, որովհետև այո, մենք կողմ ենք Արևմուտքի հետ համագործակցությանը, բայց մասնավորապես ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Համենայն դեպս եկել էին այստեղ եվրոպական տարբեր երկրների ղեկավարներ, հա, եւ պետք էր ներկայացնել քո նպատակները, պետք էր ներկայացնել այն, ինչը որ պետք էր քո պետության համար, բայց ինչ էր արել Փաշինյանը։ Սա ընդամենը նախընտրական մի շոու էր, որ Փաշինյանը կազմակերպել էր, որովհետև եթե մենք նայենք այդ ամբողջ արարողությանը, ինչը որ կատարվեց, որևէ ինչ որ փաստաթուղթ, միջպետական փաստաթուղթ, միջ կառույցային տարբեր կառույցների միջև փաստաթուղթ դա չի ստորագրվել, բացարձակ։ Դա ընդամենը Ֆրանսիայի
նախագահ Մակրոնը եկավ, գնաց Գյումրի, մենք գիտենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ սերտ են, Մակրոնից առաջ Ֆրանսիայի տարբեր նախագահներ են եկել այստեղ, եւ բնական է, որ հայ ժողովուրդը Ֆրանսիայի նախագահին պետք է այդպես ընդուներ, շատ բնական է, հաշվի առնենք նաեւ 1988 թվականին, երբ որ երկրաշարժը եղավ, Ֆրանսիան ինչ օգնություն, ինչ քանակի օգնություն ցուցաբերեց Հայաստանին, իսկ հայ ժողովուրդը երախտամոռ չէ եւ բնական էր այդ ուրեմն ընդունելությունը մասնավորապես ավելի շատ Ֆրանսիայի նախագահին ուղված, բայց արի ու տես, որ Փաշինյանը ամեն բան ներկայացնում է, որ սա ինքն է, վայ գիտես սա արեց դա աջակցություն, որևէ աջակցություն չկա, եթե սա Փաշինյանը ներկայացնում է, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, հիմա հարց եմ տալիս, եթե մենք դեպի ինտեգրում ենք գնում դեպի Եվրոպա, այդ դեպքում Հայաստանը անգամ Եվրոպայի ներկայացուցիչը ասաց, որ Հայաստանը հայցադիմում չի ներկայացրել Եվրոպա ինտեգրվելու վերաբերյալ։ Ռազմաբազան հանելու օրակարգ չունի։ Դե մյուս բաների Ռուսաստանի հետ այդ փոխգործակցության մասերի պահով դեռ չխոսենք, զուտ որ ասում եմ մենք ինտեգրվում ենք Եվրոպային։ Ինչպես ես ինտեգրվում, եթե դու անգամ հայցադիմում, դու պետք է հայտ ներկայացնես, չէ՞, որ սիրելի Եվրոպա, ես ուզում եմ ինտեգրվեմ ձեր համայնքին, այդ աշխարհին եմ ուզում ինտեգրվել։ Չկա նման հայտարարություն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն էր։ Պարզապես կլինեն մարդիկ, որ քաղաքականապես իրենք հասուն չեն, այդքան տեղեկատվության չեն հետևում եւ ասելու են, ահա, տեսեք, Փաշինյանը բերեց Մակրոնին, բայց մի բան էլ կա, գիտեք, ընդհանրապես մարդը նաեւ շուտ մոռանում է, միջև հասնենք հունիսի 7, մարդիկ մոռանալու են, որ արդեն մայիսի 4-ին 5-ին Մակրոնը եկել էր Հայաստան ու դա ոչ մի ինչ որ դեր չի էլ խաղալու։ Այդ գագաթաժողովի ընթացքում մի շարք հայտարարություններ հնչեցին հենց Մակրոնի, մեկը կողմից բացայց սուտ խոսեց, ասելով, որ նախկինում ղեկավարները չէին գալիս Հայաստան, հետո Զելենսկին սպառնաց Ռուսաստանին, բայց այստեղ կարևոր դեր ուներ Ադրբեջանի նախագահի տեսակապով ելույթը, որը շատ կոշտ էր, նախ նա Արցախի ղեկավարներին անվանեց ռազմական հանցագործներ, սակայն Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, դրան պատասխան չտվեց, այլ միայն հույս հայտնեց, որ 2028-ին Ադրբեջանում կմասնակցի եվրոպական այս գագաթաժողովին, նրա փոխարեն Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեց Ալիևին։ Ինչի մասին է սա վկայում։ Սիրելի Արփի, ինձ եւ կարծում եմ հայ ժողովրդի գիտակից մասին վիրավորական է ասել, որ Հայաստանի ղեկավարը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարը չէ, Նիկոլ Փաշինյանը Ալիևի կամակատարն է, եւ երբ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, եթե իրականում խաղաղության պայմանագիր կնքելու որոշում ունենա Ադրբեջանը, ապա ինքը կբարեհաճեր վեր կենալ եւ գալ Հայաստան։ Դրանով ինքը իր քայլը կաներ եւ ցույց կտար, որ ինքը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ Ալիևը ցույց տվեց եւս մեկ անգամ Եվրոպական միությանը ատամ եւ Փաշինյանին ցույց տվեց ատամ։ Իսկ Փաշինյանը 2028 թվականին հնարավոր է, որ Բաքվում գնա, բայց ռազմագերու կարգավիճակով։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպական միության ղեկավարի պատասխանին, եթե մենք իր հայտարարությանը նայենք, հենց ամենասկզբում ինքը հայտարարում է, որ Հայաստանը տարածաշրջանի տեսանկյունից կարևոր դերակատարում ունի, եւ քանի որ տարածաշրջանում կատարվող պատերազմական, մենք տեսնում ենք, հայ Իսրայել, Իրան, այս պատերազմական գործողությունները, ռազմական այդ բախումները խիստ կապ ունեն նաև Եվրոպայի հետ,
դա պարզ է, որ Եվրոպայի համար շատ կարևոր է, որ այստեղ խաղաղություն ձևավորվի։ Եվ իհարկե Մակրոնը, երբ որ ներկայացնում է, եթե Մակրոնին չեն ներկայացնում ինչ է կատարում իրականում եւ ելնելով Փաշինյանի տեսակից, որ ինքը ինչ որտեղ կարող եմ ասել, երևի Մակրոնի ականջին փսփսացել է, որպիսի ինչ կլինի, խնդրում եմ, կգովաս, որպիսի ես իմ ռեյտինգը մի փոքր բարձրանա։ Հիմա ես Մակրոնին կարող եմ հարց տալ, երբ որ ինքը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը իրական հեղափոխություն է բերել, որ մենք կարողացել ենք ուրեմն ռուսական այդ ազդեցությունից դուրս գալ։ Իսկ որն է, որտեղից ենք մենք, երբ ենք դուրս եկել։ Բոլոր ինչ կապանքներով, որ մենք կապված ենք Ռուսաստանի հետ, թե ռազմական, թե տնտեսական, մենք դրա այդ կառույցների մեջ կանք եւ բացարձակ դուրս չենք եկել։ Նիկոլ Փաշինյանի իրական, եթե ինքը ղեկավար էր, ինքը եթե անգամ Մակրոնը նման բան ասեր, ինքը պետք է հակադարձեր, ասեր, պարոն Մակրոն, բայց մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, ռուսական ռազմաբազան դուրս չի եկել, դուք այնքան էլ ոնց որ տեղեկացված չեք։ Սա փաստում է մի բանի մասին, որ Փաշինյանը պարզապես շոու էր կազմակերպել եւ գիտեք անցյալ տարվանից էր դեռ որոշված եւ եթե մենք մի փոքր հետ գնանք, անցյալ տարի պետք է ուրեմն որոշվեր այս տարվա այդ գագաթնաժողովը տեղի ունենալու Հայաստանում թե Ադրբեջանում եւ Ալիևը մեծահոգություն արեց, ասաց թե թող Հայաստանում լինի, շատ լավ հասկանալով, որ ընտրություններից առաջ պետք է Նիկոլի ռեյտինգը բարձրացնել, որովհետեւ մանավանդ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո ատելությունը Փաշինյանի նկատմամբ, ես չգիտեմ ինչ մակարդակի է հասել, հետեւաբար Ալիևը այսպես կոչված այդ մեծահոգությունը պետք է աներ եւ ասեր թող Հայաստանում լինի, այնպես որ սա կանխատեսելի էր, սա նախորոք մտածված էր, գերիների ուղարկելն էլ Հայաստան ամեն բան մտածված էր եւ ընդհանրապես եթե մենք նայենք առողջապահության այդ ծրագրի իրականացումը, այդ բարեփոխումը, բանակի ժամկետի կրճատումը, թոշակների բարձրացումը, այս բոլորը ընդամենը կատարվել է, որպեսզի Փաշինյանը վերարտադրվի։ Դրա համար մեր հայրենակիցները պետք է մի բան հասկանան։ Հունիսի 7-ից հետո, եթե չնայած վստահ եմ, որ ինքը վարչապետ չի լինելու, թող սպասեն այդ ամենը, որ ուրիշ արդեն լուծում ունենա, որովհետև մենք ոնց ենք տեսել, ամեն անգամ ինքը ասել է, դե գիտեք մենք որոշել էինք այսպես, բայց ստացվեց այսպես։ Բանակը իբր թե զինում էր, իբր լավ կերակուր էր տալիս, մեր զինվորներին տարավ, դեսերտը հյուրասիրեց, ելակը հյուրասիրեց, վերջում տարավ կոտորեց։ 8 տարի ոչ մի լավ բան չենք տեսել։ Ինչպես կարելի է վստահել, բացարձակ վստահություն չկա։ Անգամ 2021 թվականի իրենց ընտրական ծրագիրը չեն իրականացրել։ Իրենք պետք է Հադրութ ու Շուշի հետ բերեին։ Իսկ հիմա տեսեք ինքը, երբ որ ընտրությունը 2018 թվականին ինքը գնաց Արցախ, չէ՞, այնտեղ գոռում էր Արցախը Հայաստան, հետո Արցախը հանձնեց։ Հիմա եթե նայենք քարոզարշավը սկսեց Սյունիքից, երբ որ ճիշտն ասած իմ մեջ վախ կար, ասեցի Տեր Աստված, էս ինչու Սյունիքից սկսեց։ Հետո կանգնելու ասելու դե գիտեք ինչ, եթե Սյունիքը չտայինք, ձեր երեխաները էլի զոհվելու են։ Ընդ որում մի բան պետք է հաշվի առնի մեր ժողովուրդը։ Ալիևը արդեն իսկ հայտարարել է, որ դիմել է միջազգային դատարաններ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետության վրա 150 միլիարդ դոլարի հայց է ներկայացված։ Դուք հասկանում եք եւ մենք ուղղակի կարողություն չունենք այդ միլիարդավոր այո, հասկանում եք։ Եվ այն ժամանակ մյուս կուսակցությունները գալու են ազգային ժողովրդավարական բևեռի մոտ եւ ասելու են խնդրում ենք
մեզ ցույց տվեք, դուք որ ասում եք Արցախը Հայաստանի առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդն է, դա մեզ էլ ասեք, որովհետեւ ուրիշ ելք չի մնալու, մենք ուզենք չուզենք գնալու ենք դեպի իրավահաջորդություն, եթե մենք այդ իրավահաջորդությունը չընդունենք, մենք ստիպված, մենք պարտադրված ենք լինելու, մեր սերունդներն են պարտադրված լինելու այդ միլիարդավոր դոլարները վճարել, դա նույն Հայաստանի կործանումն է, ինչու է պետք Ալիևին պատերազմ կասեք, ինչու է պետք պատերազմ, միևնույն է ինքը առանց պատերազմի այդ հայցերով Հայաստանին ոչնչացնելու է, եւ անգամ մյուս կուսակցությունները պետք է շահագրգիռ լինեն, որպեսզի ազգային ժողովրդավարական բևեռ ազգային ժողովում լինի եւ իրենք էլ միանան հենց այն ծրագրին, ինչը որ ունի ազգային ժողովրդավարական բևեռը, որի կարևոր կետերից է Արցախի Հայաստանի տարածքային ամբողջականության մաս կազմելու այդ մասը, այսինքն Հայաստանը առաջին եւ միակ հանրապետության մասն է կազմում, եթե մենք այդ իրավահաջորդությանը չգնացինք, եւս մեկ անգամ կրկնում եմ, մեր սերունդների վրա է թողնված լինելու այդ միլիարդավոր դոլարների պարտքը եւ ամբողջությամբ կլանվելու է ողջ Հայաստանը Ադրբեջանի կողմից, հետեւաբար ազգային ժողովրդավարական բևեռ ուժի ներկայությունը ազգային ժողովում պետք է, որովհետև մենք ունենք ամբողջ իրավական փաստաթղթերի տրցակը, թե ինչպես է պետք դիմել միջազգային դատարաններ, ունենալ վճիռներ, այնուհետև դիմել այդ վճիռներով ՄԱԿ անվտանգության խորհրդին եւ ի վերջո տեր կանգնել մեր իրավունքներին, ասել, որ մենք առաջին հանրապետության իրավահաջորդն ենք, այլապես Նիկոլը մեր գլխին բերելու է 4-րդ հանրապետություն եւ այլևս կարելի է պարզապես ինչ ասեմ, ինչպես ժողովուրդն է ասում, խաչ քաշել Հայաստանի վրա։ Սա պետք է գիտակցել եւ սա շատ լուրջ է, սա չափից դուրս լուրջ է։ Եվ այս հարցին պետք է լրջորեն մոտենա ամեն մի քաղաքացի, ով մտնելու է ընտրախցիկ։ Ինքը պետք է հասկանա, ինչ է անում, ումն է տալիս իր ձայնը, ինքն է որոշում իր որդիների ապագան, ինքը տեր է կանգնում Արարատին, տեր է կանգնում իր որդու, իր զավակի ապագային, տեր է կանգնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, տեր է կանգնում իր ինքնությանը, տեր է կանգնում իր հայկականությանը, քաչ պետք է գիտակցի, սա խաղ ու պար չի, սա շատ լուրջ եւ գոյութենական հարց է։ Շնորհակալ եմ Տիկին Սախոյան, անչափ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության պատգամավորության թեկնածու Արմինե Սախոյանը։ Կհանդիպենք։